Փաշինյան, հարցս կրկին Մուստաֆայևի այցին է վերաբերվում։ Արդյոք հենց դուք եք ընտրել գործարարներին, դուք եք ցանկավորել եւ նախորդ պրոտոկոլներով հաստատել հանդիպում, կազմակերպել Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Ստացվում է Ալիևը ձեր նախընտրական շրջանում ինքն է երաշխիքներ, գործարքներ խոստանում հայ գործարարներին։ Իրենք այնտեղից պարտադրում են կոնտակտներ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այսինքն Ալիևս Հայաստանում կան գործարարներ, որոնք արդեն կոմունիկացվում են Ադրբեջանի հետ։ Կոտայքի օդում նաև սավառնող տեսահսկող սարքերն ու ռազմական տեխնիկան հայկական ռեսուրս է, թե ադրբեջանական պատվիրակությունների բերելիք է, քանի որ իրենք էլ չեն վստահում հայ հասարակությանը, որքան էլ դուք նշում եք, որ այլևս խաղաղություն է։ Եվ նաև ինչպես է գնահատում այն փաստը, որ շաբաթ օրը Մարալիկում Արթիկի պետական քոլեջի մի խումբ անչափահաս ուսանողների տեղեկացրել են, թե մասնակցելու են բանավեճին, սակայն ըստ տեղեկությունների մոլորեցնելով տարել են ձեր միջոցառմանը առանց հստակ նշելու հանդիպման ձևաչափը, թեման, արդյունքում նրանք ներկա են գտնվել ձեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը թեմայով բանախոսությանը, արդյոք սա չի հակասում ապաքաղաքական կրթական միջավայրին, ձեր կառավարության հայտարարություններն են։ Ավարտեցիք հարցը։ Եթե պարզվի, որ որևէ մեկը առանց իր կամքին հակառակ իմ մասնակցությամբ միջոցառմանը վերվել, այդ իրականացրած պաշտոնյան կազատվի աշխատանքից, առանց երկար քննարկումների։ Երբ որ դա կհիմնավորվի, կապացուցվի, առանց քննարկումների կազատվի պարզապես աշխատանքից։ Ինչ վերաբերում է ձեր նշած հարցերին, առաջին, գիտեք ինչ, ես հարցերի մի հսկայական հատվածը համարում եմ անհեթեթ հենց իր ծագումնաբանության բերումով եւ համարում եմ, որ այդ հարցերը հայաստանյան ծագում չունեն։ Այդ հարցերի մի մասը ծագում են երրորդ երկրներում, հասցվում են այստեղ, այդ թվում Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ հրահրելու եւ այդ կոնֆլիկտի վրա իրենց ձեռքերը տաքացնելու համար ես ձեզ եւ հարցի հեղինակներին հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան անկախ պետություն է, սրանից բխող բոլոր հետևանքներով, արդյունքներով եւ արարողակարգերով։ Դուք ավարտել եք ձեր հարցը, թե չէ։ Ավարտել եք դուք հարցը, թե չէ։ Խնդրում եմ տեղ տվեք հաջորդ հարց տվող։